հայտարարեցին այդ տեսակ, որ ԲՀԿ-ն ոնց որ անցնում է եւ 4 մանդատ կորցնում են քաղաքացիական պայմանագիրը, ուրիշ բաներ է դառնում։ Այո։ Ես գիտեք, այսօր կարդացի այդ նորությունները, մտածեցի ես sense միամիտ էլ գնալու եմ այս աշխարհից։ Ինձ ինչու էր թվում, որ ընտրություններից հետո պիտի ես թեթևանամ, պիտի ես դուրս եկավ ճիշտ հակառակ, հիմա ինձ ավելի ծանր եմ զգում, քան չգիտեմ։ Դա իրավիճակը է, ամենայն դեպս վերահաշվարկ է որոշ ընտրատեղամասերում, բայց հետաքրքիր է, որ ոչ միայն բարգավաճից է ինչ-որ ձայներ, այլ ԿՊՆ-ն է ձայները հավաքում։ Հիմա վերջնական արդյունքները, որ հայտարարեն արդյոք, պլյուս կգնա քաղաքացիական պայմանագրին նաև մանդատների առումով, այս սա է հետաքրքիր։ Ես ինչքան հասկացա, ասեցին, որ կիրակի օրը վերջնական բաները կասենք։ Այսօր ինչ օր ենք, 3-շաբթի, հա։ Դել արդեն մնացած է միան ենթադրություն կարող է լինել, թե ինչա ոնց է։ Ասենք նաև, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդին Գագիկ Ծառուկյանին թույլ չեն տվել հեռանալ Հայաստանից, այսօր Զվարթնոց օդանավակայանում մուտքը ելքը արգելել են, դատախազն է անգամ հանրային քրեական հետապնդում հարուցել Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, եւ պարոն Ծառուկյանը մեղադրվում է քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 2-րդ կետով, առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելը։ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը, նաև ավելի վաղ հրապարակումներով իմանում ենք, որ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը այսօր Զվարթնոց օդանավակայանից փորձել է լքել Հայաստանի Հանրապետությունը, սակայն իրավապահ մարմինները նրան թույլ չեն տվել դա անել։ Հետարքիր է, չէ, ոնց մի րոպե, պարոն Ծառուկյան, չեք կարող բացակայել, հա, տենց մի բան են ասում, Իվետ Ատոնոյանը իր մամուլի խոսնակը ասում է, որ հենց անձնագիրը վերցրել են, ասել են մի րոպե, ինքը ասել է տվեք ու իբր դուրս եկե գնացել է, թե հա, ինչ ոնց բան, մեզ մնում է միայն սպասում էր ըստ երևույթին, էլի, հա, նկարն էլ կար օդանավակայանում է, սպիտակ շալվարով եւ կոստյումով։ Ասած չէ, երեք տեսել ենք իրան ֆիզիկապես, տեսել ենք Աբովյան փողոցում, այդ իր նորակառույց շենքի ֆոյեներ նայում էր, բանվորներին բաներ ասում, բայց այսօր որ այդ կադրերը հրապարակվեց համացանցում, հարց առաջանում։ Այս միլիարդատեր մարդիկ էլի կարող հզոր, դրանց ոնց են Հայաստանից ճամփորդում։ Այդտեղ բիզնես կլասի բան չկա, ինչ անձնական, թե տոմսերն են առնում են, ասենք, չգիտեմ, ամբողջ օդանավի, դժվար էլի, ասենք, չգիտեմ, Լյուֆթհանզայի մեկի կողքը նստի գնա։ Բիզնես կլաս չունի Հայաստանում։ Չէ, ոչ մեկն չունի։ Այսքան Լյուֆթհանզայով թռել եմ, Air France-ով թռել եմ, բոլորով գնում, ոչ մեկն չունի առանձին բիզնես կլաս, որտեղ այդ փոքր Boeing-ները կամ Airbus 320-ները նույնն։ Ես ինչքան տեսել եմ այսպես, որ առաջի այն ամենա այդ օթաչուների մոտ շարքը որ կա 4 շարքը ավելի մեծ են բաները ուղղակի ոչ թե առանձին կաբինաներ են բանեն այլ ուղղակի ավելի լայն են այո եւ դա իրանց մոտ համարվում է բիզնես կլաս են ասում հա չգիտեմ չեմ կարող պնդել բայց այսքան ժամանակ գնում գալիս first class է չթռել ես Ռաֆայել first չէ հələ դա չենք ասել բիզնես շատ մի անգամ հա մի անգամ այդ Aeroflot-ներ գնում գալիս, իհարկե Aeroflot-ի first class-ն է, բայց էլի։ Բայց first class թե business class։ Չէ, first class։ Դե հիմա ես կասեմ դու ասա, հա, ես պատմեմ ինչ է կատարվում։ First class-ը շատ լուրջ բան է ասում, էլի։ Ուրեմն արդեն Մոսկվայից Լոս Անջելես թռչենք, դեռ ինքնաթիռը չի բան եղել, մեկ էլ ստուարդեսան մոտ տեսավ ռուսերեն են խոսում, էլի ինքերուց ռուսերեն են խոսում։ Մոտեցավ ասեց first class-ում ասեց ազատ տեղ կա $100 տաս ասեց կտանեմ քեզ first class Aeroflot-ա էլի ռուսները էլի այ բաչկա տեսվա ես $800 պրեմիեր եմ խոսում եմ երևի մի 15 տարի առաջ էլի դե որ $100 էր բայց դա էլ կար մի խոսքով գնացինք բանը այտենց այդ աթոռը բանը լրիվ պարկում աթոռը դառնում է անկողին շապասկե են բերում լցնում բան հա տենց մի վիճակ էր էլի հաստատ բիզնեսն է բայց դե էլի շատ մեծ է տարբերությունը օրինակ ես Lufthansa-ով բիզնես կլասով նախորդ գալուց բիզնես կլասով եմ եկել սովորական տոմսը գնալ գալով 1420 բագաժը հետը аэропортում հարցրեցի ունեք բան upgrade-ի հնարավորություն ասեցա $1000
որ էլի մատչելի է համարվում, կարծա upgrade անեմ բիզնես, բայց այն կողքը դե մարդ չկար, ձեր ասացի պես պարկելով, շամպանսկիով, մենյուով, բանով, գիշերանոցով, տեսել եք ինչ գիշերանոցներ են բերում բաժանում, PG են բաժանում։ Չէ, Aeroflot-ը չուներ գիշերը։ PG էին բերում բաժանում, աներ sense պայուսակով կարծեմ մեկն է ստեղ է։ Օֆիսում այդ իր լոգոյով բանով։ Համար այդ ամեն ինչի մեջ ամենակարևորը իհարկե շամպանսկին բան էլի վատ չի, հա։ Բայց այն փաստը որ կարող ես հանգիստ քնել, էլի մինչև տեղ ես հասնում, նորմալ մարդ ես տեղ հասնում, ոչ թե կես մարդ։ Մեջը հատուկ նասկիներ է ոդկելը ճուրելու համար տակ բանի, ես ունեմ ստեղ Lufthansa-նա։ Չեմ բացել ուղակի ես բանը եւ էսի։ Հնարավոր բան չի, էս սատի ձևերի տունը քան, էս ինչ է, էս ով էսի դնես աչքերի դու կնես, հնարավոր։ Հետ չես տեսել Իգնատիերի մեջ ինչքան մարդ կա դա դրած աչքերին քնում է։ Ինչն է սրա չես, այմարդ հնարավոր բան չի սենց ապրել էլի, սենց քնես սխմում է աչքերը ահավոր ձևի։ Հա, ամենաահավոր բանն էլ էս բիրուշիներն է, չեմ բացել, բայց ականջի այդ փակելու բաներն է, որ մի խոսքով ձենից toothbrush-ը պաստայով իրա դու ինչ հակահի բան մի տարվա ապահովել են արդեն նասկիները կարևոր են պահում ծմերը կհակնես հա մի խոսքով էս էլ բայց քո սայզի նասկիները կան ասում եմ ոտքի սայզը որն է ասում է 9-ա 10-ա նայում եմ ասում եմ 13 ասում է 10 ամերիկյանով 13 հայկական եվրոպականով 46 առնվազն 46 ու ոչ բոլորը երեխու անկողին է համարյա ես ասեմ հնդիկներին կարամ կոշիկներս վարձով տան մնան դες փոքր սայզ կա ինքան փոքր են այդ մարդիկ Okay, այս անձնական դաշտը։ Մի անգամ անձնական դաշտից էլի բան էր, չինացի էր, ինչ որ բոյով ռեկորդ էր սահմանել բոյի բանի, հետո ինտերվյու էր էլ, այնքան հետաքրքիր էր, ասում եմ, դու գիտեք ես ինչքան եմ վճարում այս բոյի համար։ Ասում եմ, անկողինը հատուկ անկողի պետք է ասում եմ, իմ մեքենան ասում է ոտերս ճիշտ է արում հատուկ բան։ Ուսեն, ասում էլ չեմ ասում աղջիկներին, ասում է բոլորը փախնում են ինձ։ Это դե կա տենց բան, ով որ բարձրահասակ է կամ շատ բարձրահասական, գիտի որ այդ շատ բարդ բան է։ Մեկ-մեկ կոմպլիմենտ են անում, վայ չինար բոյ, բան, ասում ես, բայց այդ չինար բոյի տակ այնքան մինուսներ կա թաքնված։ Նախ հաշվել եք, քանի անգամ մարդը իր գլուխը խփում ստեղ ընդեղ։ Տարական բան։ Աչ ու ձախ ուղակի գլուխդ մել էստե մեկ շկաֆին ա կպնում, մեկ դրան մի լյուստրային բանին, հա։ Երկրորդ ով շոքում է ամենայն անկեղծությամբ, այն որ ասեմ վերևում օդը տաք է, այդ իրոք տենց է։ Նստած եւ կանգնած ժամանակ տարբեր օդ է։ Օդը ավելի տաք օդը ավելի թեթև է, բարձրանում է վերև։ Փակ տարածքում ձմեռը մանավանդ, այն որ կանգնում ես, խեղդը նստես անպայման, որ մի քիչ հով լինի օդը։ Այդ 35 տարվա 2 մետր հասակում ես։ Այդ չի մտածել, հա, հաստատ, այդ տենց։ Էլ չեմ ասում ինչքան ես դու էքստրա վճարում, ասենք օրինակ ավելի մեծ մեքենա պիտի առնես, մատերիալը շատ է այդում։ Ինքնաթիռը տոմսը էկոնոմում տեղ չես անում, պիտի ստիպված ասենք priority գոնե առնես, եթե բիզնեսի գործերը դիտքան չի ձգում, այդ ամեն մի թռիչքին հաշվի, մի $800-900 ավել ես տալի։ Էլ չեմ ասում կենցաղային բաներում, որ հագուստի սայզերը դժվար է, կոշիկ, հա, ու այդպես բաներ։ Հա։ Այդպես է։ Լավ, թեթևացանք բավական, հա, ուղղակի ես հեռախոսներս եմ բան արել, այդ անհանգիստ վիճակի մեջ եմ, մի հատ գանձին հարցնեմ։ Hello։ Հեռախոսներս տարածքում է, մի հատ նայ, մոռացած չլինեմ։ Ինչպես ասացինք արդեն ուժեղ Հայաստանի падգամավորի տեխնացուներից երկուսը կալանավորվել են։ Նրանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի այս ինչ մասով ուրեմն հավաք անցկացնելու կամ դրան մասնակցելու խոչընդոտելու կամ դրան հարկադրելը Հունիսի 5 գլխավոր դատախազությունը դիմումներ էր ներկայացրել ԿԸՀ Արթուր Աբրահամյանի,
Աշոտ Սահակյանի, Սուսան Բադոյանի, Վահե Ղազարյանի եւ մի խումբ այլ անձանց քրեական հետապնդում հարուցելու, նրանց ազատությունից զրկելու, համաձայնություն ստանալու վերաբերյալ։ Իդեպ ոնց հասկանում ենք, ֆիլմի այն ասա Մուրադը կատաղել է, դա մի տեսակ իրականություն է դառնում, Գյումրիի հետ կապված կտրուկ հայտարարություններ արեց այսօր Փաշինյանը, ասաց այդ ինչ ձևա փողոցները, բան պիտի արտահերտ ընտրություն անեն Գյումրիում, պիտի 56 թաղամասի շուրջ էր կարծեմ խոսում, նկատի ունենալով որ վիճակը վատ է, հիշում եք հարգելի ռադիոլսողներ, որ կոլապս է այնտեղ իշխանություն տեղական մարմին, կառավարություն բախում է, չունեն իրար հետ եւ Գյումրին փաստացի գտնվում է ընդդիմության ղեկավարման տակ, կարան չէ օրինակ ծառայեն, ունենց մի հատ Գյումրին սարքեն ու ժողովրդին իրոք ապացուցեն, ասեն, տեսեք, ինչ ձևի կառավարություն է ձեզ մոտ ձևավորվել, ինչ ձևի իշխանություն է ձևավորվել, չէ, հակառակը, քանդեք կոլապս սարքեք, տեսնեմ ով է շահելու այդ ամեն ինչից։ Բնականաբար էլի վնասում եք ինքներդ ձեզ հարգելի դերասան։ Իդեպ ասեմ, ես չեմ հիշում, որ առաջ, այսինքն ինձ թվում է շատ ավելի մեծ ուշադրություն է դարձվում Գյումրիի վրա հիմա, քան առաջ էր։ Առաջ ով էր այդ մասին լսում կամ խոսում։ Եվ որ գնում ես, զգում ես, ճիշտ է, բանա բնակչության պակաս զգացում է քանակի, բայց ինչ սիրուն է դարձել, մաքուր, բան, կոկիկ, ոնց որ եվրոպական քաղաք լինի։ Գյումրին լավն է։ Բոլոր գյումրեցիներին ջեն բարևներ, հարգելի հայրենակիցներ, սիրում ենք ձեզ շատ։ Դատախազը 2026 թվականի հունիսի 8-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Կոտայքի նախկին մարզպետ ԳԿ-ի նկատմամբ, ով համատեղության կարգով նաև պարոն Գագիկ Ծառուկյանի փեսան է։ Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ ի թիվս տարբեր բաների ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա սեփականության իրավունքն է Հայաստանը գրանցել Կոտայքի նախկին մարզպետ Աբովյան համայնքի նախկին ղեկավար Կարապետ Գուլոյանի եւ նրա կնոջից Ռոզա Գագիկի Ծառուկյանից բռնագանձված Կոտայքի մարզի Արինջ գյուղի Սևակ թաղամասի 14-րդ փողոցի թիվ 8 հասցեի անշարժ գույքի ապօրինի ճանաչված մասի շուրջ 91%-ի նկատմամբ։ Ինչ է պարզվում ընկերներ, այդ ասել էինք, որ հանրապետությունը վերցրել է իր հովանու ներքո, բայց Ծառուկյանի փեսան դիտավորյալ վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը։ Այսինքն վճիռը եղել է, որ մենք սա վերցնել ենք, դե որ տենց է ու վնասել է։ Հիմա հանրային քրեական հետապնդում է հարուցվել, այս տնական լեզվով եմ ասում, այս գործառույթների հետևանքով։ Դե հա։ Հետարքիր մի բան է ասում Փաշինյանը, որ լավ չեմ հասկանում։ Ուրեմն հայտարարել է, որ ես հստակ պահանջում եմ, սա ասում է վարչապետը, որ նրանք, ովքեր ընտրակաշարք վերցնելու կամ տալու մեջ բռնվել են, մինչև հաջորդ համապետական ընտրությունների պաշտոնական արդյունքների ամփոփման առնվազն օրը պետք է լինեն բանտում։ Այսինքն մինչև Կիրակի օրը այսօր կառավարության նիստի տեսանյութով մենք ապդեյթ լրատվականով տվեցինք, նկատի ունի, որ երկար ժամանակներով մարդիկ այնքան ժամանակ պիտի այդ կաշառակերները ընտրակաշառք տվողները այնքան տարի պիտի բանտում լինեն, որ մինչև մյուս համապետական ընտրության շրջանում դուրս եկած չլինեն, որ իբր իր տրամաբանությամբ էլի կոռուպցիոն ռիսկեր չանեն։ Այսինքն 5 տարի մոտավորապես։ Դե մոտավորապես տենց է դառնում։ Իդեպ ես վստահ եմ, այս հայտարարությունը հիմա անդիմությունը էլի դրոշակ է սարքելու, որովհետև ինքը դատախազ չի, ինքը դատավոր չի, չես կարա էլի սրոկներ ասես, հիմա ես պարոն Փաշինյան չգիտեմ ինչի է ինքը տես բաներ անում, ես չգիտեմ։ Այստեղ շարունակում է։ Ըստ վարչապետի, եթե դրա համար անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, ապա այդ քայլերը պետք է արվեն հիմա եւ անհապաղ ձևով։ Հիմա հարց է առաջանում, պարոն Փաշինյան, հարգելի պատկան մարմիններ, դուք լսում եք մեզ, բարև ձեզ, շնորհակալ ենք։ Հիմա դուք տեսնում եք ինչ է կատարվում, վերահաշվարկ է տեղի ունեցել, ամենայն հավանականությամբ Բարգավաճը մտնում է, դուք մի քանի ձայն կորցնում եք, դուք էլի մեծամասնություն ունենում եք, բայց դուք այլևս չեք կարողանալու դատավոր ու դատախազ նշանակել առանց ընդդիմության օգնության, իսկ դուք լավ գիտեք, որ առհատ է ձեզ մեկը կօգնի Սամվել Կարապետյանից, Քոչարյանից, թե Ծառուկյանից, դուք դա հասկանում եք։ Հնարավոր է արդյոք մինչև ամսի 8-ը այնպիսի բաներ անել, որ վաղը մյուսը չասի, դե դատավոր չեն կարող նշանակենք բան ու ամենը շուրգա ձեր դեմ։ Դուք ունեք մի ամիս ու կես ժամանակ, ժողովուրդ, մտածեք այդ ուղղությամբ։ Ինչ թվում է, այս ինքը հենց ակնարկում է այդ մասին, որ ասում է
էլի ասեմ, որ անհրաժեշտ է իրականացնել օրենսդրական եւ ինստիտուցիոնալ փոփոխություններ, ապա այդ քայլերը պետք է արվեն հիմա եւ անհապաղ ձևով։ Ստերեոտիպին դա նրա խոսքով սա երկրի անվտանգության եւ ժողովրդավարության անվտանգության հարց է։ Դե լուրջ է ուրեմն, հա, շատ լուրջ է։ Եթե Ծառուկյանն ինքը մտնի, ինքը 4 ձայն կորցնում է, տեղերը թուլանում է իր։ Լինում ավելի վատ, քան առաջ էր, անհամեմատ։ Հիմա տեսնենք, եւ էլի հարցը մնում է բաց։ Վերահաշվարկի ընթացքում օրինակ այսօր Ալեքսանյանը պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հրապարակեց, ասեց, օքեյ, այդ ընտրատեղամասում որտեղ որ իբր սխալ են հաշվել, վերահաշվարկ է եղել, այո, մի քանի տասնյակ ձայն Ծառուկյանի ավելացել է, բայց 650 հատ է սխալ են հաշվել ՔՊ-ի համար։ Ես չեմ ասում, ոնց կարա այդ ընտրատեղամասում 650 ձայն, 1 տասնյակ ձայներ երկու դեպքում սխալ հաշվի, այդ ինչ ընտրատեղամաս, այդ ինչ դիտորդներ են, այդ ինչ մարդիկ են ընդհանրապես կարա մի հատ սխալ։ Ես ինչքան հասկանում եմ, շատ էլեմենտար բան է այդ հաշվարկը, էլի։ Դեռ բան չի, բրեստը պետք չի լինել։ Իրար վրա հաշվում ես վերջում։ Դնում է, հանում, հերթով շարում է։ Այսինքն համարը դրած է, դնում ես այս համարի վրա, հետո էլ հաշվում ես այս համարին այսքան, այս համարին այսքան։ Չգիտեմ ոնց է այդքան սխալ լինում։ Սխալների հետ կապված չգիտեմ, այսօր նաև համացանցում իր հետևորդներին եւ ոչ միայն ուղերձ էր հղել հայտնի երգչուհի Սիրուշոն, ով համատեղության կարգով Լևոն Քոչարյանի կինն է, Ռոբերտ Քոչարյանի հարսն է, գիտեք, ինքը շատ մեծ զարդերի խանութ ունի, խանութ ցանց ունի, պրագոմե շապրանքանիշը եւ արդեն գլենդելում էլ ունի, չէ՞, գալիրը։ Հա, ամենտե ունի, հա, բավական գիտեմ հաջողված աշխատում, ինչեւ է, հարցը դրա մասին չի, ուրեմն հիմա գովազդային արշավ են անում եւ Աբովյան փողոցի դեպենց էս մեր պատուանների տակ մեծ խաչով տես պաստարա կախել նոր զարդի նկարը, հիմա այստեղ նկարը ունեմ, ես ձեզ ցույց տամ, այդ նոր զարդն է կախած որպես նկար, բավականին մեծ ձևով, ահա, խաչի տեսք ունի, ովքեր որ չեն տեսել, ցույց տամ այսպես, ահա, մոտավորապես այսպես է։ Հա։ Եվ հրապարակումը հետևյալն է, որ խաչը ստիպեցին մեզ հեռացնել, համացանցում է գրել։ Երևան քաղաքում արտաքին գովազդ տեղադրելու համար կա քաղաքի ավականու օրենքով ընդունված որոշում, որը սահմանվում է Երևան քաղաքում արտաքին գովազդի տեղադրման համար ու կապ չունի դա խաչ է թե ինչ է։ Պարզվում է, չեն դիմել գովազդի տեղադրման համար, մարդիկ եկել են արձանագրությունները, բայց ներկայացվում այնպես, որ խաչի համար տուգանել են։ Այսինքն այս դեղին մամուլ է, ինչ մամուլ է, չգիտեմ, գերներ։ Դե հա օգտագործել են պահել։ Հա, բայց ախր խելացի բան մարդիկ եկելի համաշխարհային եք, երգչուհի եք, դա կարանի ֆեյք ինչ որ մի լրատվական, դա կարանի ինչ որ մի շարքային քաղաքացի, դուք այդքան բան չեք հասկանում, հայտնի երգչուհի եք, բան եք, ասենք այդ չեմ հասկանում, գիտակցված փաստորեն սուտ է դա դառնում։ Դե հա, դե լավ չի։ Ցանկացած առիթ օգտագործեն, էլ ինչով կարող են վանել։ Բայց մակարդակի լեվելի բանկ է, էլի, դա էլի ով ուզում է 1000 հատ ՀՀՇ-ն գիտեք, այն Հավայի հաճացող շներ։ Այդ 1000 հատ ունեն իրանց համար աշխատող այդ տեսակ։ Թող իրանք խոսան դա, թող իրանք տարածեն, ոչ թե դու բռնես այդ մակարդակով այդ կարգի սուտ ասես։ Չգիտեմ։ Երկրոակտիվ պարբերականը տեղեկություն է հրապարակել, թե Հայաստանի վարչապետ քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը բանակցություններ է վարում քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը Եվրոպական ժողովրդական կուսակցությանը անդամակցելու շուրջ։ Որ թեև վերջնական որոշում դեռ չկա, Փաշինյանն արդեն հայտնել է իր հետաքրքրվածությունը եւ եվրոպական քաղաքական ընտանիքը կարող է հաստատել ԿՊ անդամակցությունը տարվա վերջին։ Այս քայլը հաջորդում է Կիրակի օրը կայացած ընտրություններում Փաշինյանի հաղթանակին, որն անցել է ռուսական միջամտության մասին, լավ է, արդեն շատ լսեցինք։ Ռուսական միջամտություն։ Ես չգիտեմ, սա ինչա, հա, դուք տեսել եք ինչա կատարվում ալիքներում։ Մենք 3 հոդվածները կարդացինք պարբերականների։ Ես այսօր ռեպորտաժները տեսա, Россия 24-ի առաջին ալիք, NTV, VGT։ Չեմ նայում։ Շատ լավ եք անում։ Դա թույնի ու հարախի դարբնոցա մի հատ, հա, ջարդել փշրել է, ավելի ուժեղացավ էլի այս պահը, հա։ Արյան հոտ են առել էլի, զգում եմ, որ կարելի է ճիրանները ավելի խորը խրել։
Եվ մի տեսակ նոր ֆրոնտ է բացվում Ռուսաստանի համար, կարծես Ուկրաինայից մի քիչ երևի շունչ քաշեն։ Լրիվ մենք ենք ժողովրդի լեզվով ասած դրբիտակ ենք ընկնելու, բայց տեսնենք։ Փաշինյանը բանակցում է քաղաքացիական պայմանագիր կուսակցության եւ ԵԺԿ անդամակցության շուրջ։ Իմ հասկանում ԵԺԿ-ն որն է։ Էս իմաստն է ԵԺԿ։ Եվրոպական ժողովրդական կուսակցություն։ Հա, բանակցությունների շուրջ է։ Չնայած Ռուսաստանի հայտ ասեցիք արդեն, հիմա ԵԺԿ-ի շուրջ բանակցություններ, ինչ է դա տալու հետաքրքիր է իմանալ, ավելի մերձեցում երևի, ավելի մոտ կկանգնեն իրար։ Ուժեղ Հայաստանի падգամավորի թեկտածուներից երկուսը կալանավորվել են, ինչպես արդեն հայտնում էին, քննչական կոմիտեին հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում, ընդհանուր բնույթի ընտրական հանցագործությունների քննության վարչությունում, բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելու, խոշոր չափերով փողերի լվացման վերաբերյալ վարույթի նախաքննության ընթացքում ուժեղ Հայաստանի падգամավորի թեկտածուներից 6-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում, քրեական օրենսգրքի այստեղ լիքը հոդվածներ, այդ հոդվածներով վերջիներիս վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում, որոնց կատարումը հանձնարարվել է ներքին գործերի նախարարությանը։ Նախաքննության ընթացքում թեկտածուներից երկուսը հայտնաբերվել է նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը, վարույթի նախաքննությունը շարունակվում է, ասված է հայտարարության մեջ։ Համատարած էլի, համատարած։ Հələ Պեսկովի բանը նայեք, ուրեմն Դմիտրի Պեսկովը պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի նախագահը պատրաստվում է շնորհավել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում արձանագրած հաղթանակի արդի ասել է. մենք գերադասում ենք սպասել Հայաստանի ընտրությունների մասին պաշտոնական եզրակացությունների։ Դուք գիտեք, որ այնտեղ բազմաթիվ անհասկանալի պահեր կային։ Մենք բազմաթիվ հաղորդումներ ենք ստացել խախտումների մասին, եզրափակել է պարոն Պեսկովը։ Այսինքն Կրեմլը դեռ չի ընդունում, որ դու ընտրվել ես Փաշինյանը։ Դեռ հույս ունի, որ կարող է այնտեղ մի բան անի ու բան անի։ Դրա համար չի շնորհավորում դեռ։ Գժված է Կրեմլը, ոնց թե սաղը իրար հետ կես չեք հավաքե։ Ոնց թե դուք հասկանում ես, գժված են ուղղակի։ Հիմա Կրեմլի մամրը փող ծախսեցինք ձեր վրա, այդքան ձեզ այդ աշխատեցինք, էս է արդյունքները։ Էլի ամբողջ այս պատմության մեջ լուրջ եմ ավելի հայհոյանքներով էլ է խոսում ինքը։ Իսկ մայն Ուշակով են ովքեր էին, դրանց մակարդակով է Կիրիենկը բան դրանց մակարդակով է խոսում, ուղիղ չի խոսում, Պուտինի զանգի ինչ որ։ Գիտեք, դες ասենք հիմա ինչ հետարքիր է, երբ որ Պուտինը սուտ է խոսում, մեծ ստեր է խոսում, ինքը խոսում է Մեդվեդևի բանով, բերնով, խոսում է այն մյուս իր բաների Պեսկովի, Զախարովի, իսկ Թրամփը ինքն է այդ ամեն ինչը ասում, հասկանում եք։ Հա Ռուբիոին չի ասի Աբսուրդները Ամարտ երեք այդ ուրեմն նա այդ կարդացիք այդ մասին, որ Թրամփը եկել էր բան այդ նիք խաղին։ Ուրեմն 30 քանի տարի է այդ Նյու Յորքի բասկետբոլի թիմը NBA-ի Նյու Յորք Նիքսը եզրափակիչ չէր խաղացել։ Այդ շատ սիրված է նյու յորքցիների կողմից։ Ուրեմն եւ վերջապես այս տարի հիմա խաղում է ֆինալում բասկետբոլի NBA-ի, որը 7 խաղից է, առաջի 2 խաղը տարել էր, սա 3-րդ խաղն էր։ Եվ Թրամփը որոշեց գնալ այդ խաղը դիտելու։ Ուրեմն Ամերիկայի պատմության մեջ ոչ մի գործող նախագահ երբեք չի բանը տենց խաղի չի գնացել։ Դրա պատճառով ուրեմն փակվեցին փողոցներ, պիտի բոլորը 2 ժամ առաջ գնային, հատուկ օտանավակայանի նման այդ գնող մեքենաներ դրեցին եւ այլն, ու երբ որ խաղից առաջ ինքը երևաց էկրանին ողջունում էր, ամբողջ ստադիոնը սկսեց բողանել Թրամփին։ Շատ բան վիճակ էր էլի, մի քիչ բանել էր, մեղքս եկավ ոնց որ Թվում էր թե բայց շատ բարձր վստահ հաղթանակ էր ինքը տարի ընտրություններում, ինքը հետո վարկաբեկեց իրան ավելի շատ էլի։ Ամեն օր շատ լուրջ վստահ հաղթանակ էր, նշի ինքը զորով հաղթեց Հարիսին կամ ինչ որ ով էր մրցակիցները։ Դրա համար բանը առողջական վիճակը հեչ լավ չի, հեչ լավ։ Գնալու բան 1000 տարի կապրի, որ Չէ, ապրելը կապրի, բայց բանը կորցնում է։ Խոսալուն որ նայում ես երևում է արդեն էլի։ Սա խառնում է իրար, քնում է հիմա։
Բանում էր քնել Բայդենին էր ասում Sleepy Biden գլխին եկավ հիմա։ Որ ասում են մի արա էլի Մի ասա գլխիդ կգա հիմա էտա լրիվ էտա։ Դե այ մարդ ես իմ ցավերին են կպես որ Աջափնյակի կայարանի մասին ա խոսել կառավարության նիստի ժամանակ։ Ես ես տեսնում եմ քեզ եմ հիշում էտա։ Մի ասեք, պարոն Փաշյան, մի ասեք։ Շատ կարևոր է որ Աջափնյակ մետրոն կառուցվի։ Ավելավա կառուցեք, շատ պետք չի ասել։ Հիմա ասենք օրինակ Այս մարդիկ ճորացնա։ Այս օլիգարխներին, որ ասում ապտի նստեցնեմ, մինչև մյուս ընտրություններ մնան բան, ավելի լավ չի ամեն մեկին ասի դու սարքես մի հատ մետրոյի կայարան, մի հատ կամուրջ, այն մեկին էսես ախպեջան, իրարից պրստենք, ավելի օգուտ չի։ Դառնա ռուսաստան, հա, ինքն էլ պախան դառնա։ Դե օքեյ, դու գնա նստեցնան ոնց են նստացնելու են։ Թող գնա տենամ։ Մի հարցին պատասխանի։ Հիմա որ ասենք բաղը միսոր ասուկանքով այդ մետրոյի կայանը կառուցեն։ Դու առանց մեքենայի կարող ես այդտեղից նստել ու գնալ աշխատանքի։ Ուրեմն հայրական տունս հենց այդ մետրոյի մոտ է ու քաղաք գնալու համար ժամ 40 րոպե է պահանջում պարկինգով։ Իհարկե կգնամ։ Մեծ սիրով հանգիստ։ Շատ նորմալ առանց ասում ոչ մեկս պագոններով չենք Երևանում ճիշտ է այդ հանրային տրանսպորտը մի քիչ ուրիշ ձև են ընկալում բայց Բասի մետրոն էլ է մտնում այդ բանի մեջ հա Այո իհարկե այդ միասնական քարտով ինչ ասում են ինչ խոսում են բայց դե իրեն հարգող ցանկացած քաղաքացի մանավանդ այս բարեփոխումներից հետո իմ կարծիքով պիտի օգտվի հանրային տրանսպորտից եւ այդ գողապետական այդ քրեա օլիգարխիկ հիմար մեկնաբանությունները ուղղակի գրողի ծոցը ուղարկի մաշնով պիտի այդ հատղեն բասենց բաներ ընկերներ մի քիչ այդ անցե գնացել է այդ ձեր տասնամյակների հնության դարերի խորհուրդը թոթափեք մարդիկ գնացեք աշխարհը տեսեք ոնց է չնայած երբ որ իշխանության մեջ կան մարդիկ ովքեր այդ բառամթերքն են օգտագործում ինչի մասն է խոսքը հիշում եք քաղաքապետի հայրը օպելի վարորդներին ասեց համբալ կներեք արտահայտության համար այդ համբալ օպել քշողները հա այսինքն հա մի խոսքով sense տխուր բաներ ես Նյու Յորքում միլիոնատեր ընկեր ունեմ բայց աշխատանքի գնացքով է գնում շատ լավ է ոչ թե մեքենա շատ ընտիր է ու շատ ընդհանրապես այդ որտեղից է գալիս որ հա ուրիշ բան է որ դու այն լեվելի մեջ ես որ հա բան բայց Երևան օրինակ հենց Ամիրյան փողոց կամ Հյուսիսային փողոց հələ մի հատ փորձի մեքենայով մի հատ գնա 1000 հատ պաշտոն ու դիրք ու չգիտեմ ինչ ունեցի կյանքում նստի իջի 3 կանգար հետո իջի հրապարակում այդ ինչ է այդ ստադիոնի դիկ կոչվածը ովքեր Երևանից են կիմանան այդ շրջա պտույտից որ իջնում ես դեպի հաղթանակ կամուրջ ամենայն այդ մենակ այդ մի կտոր անցնելու համար կես ժամ է պետք 15 վայրկյան է այդ կոնյակի մոտի լուսացույցը 15 վայրկյան մի 3 ավտո անցավ կանգնի քանի 3 հատ ավտոբաս թողես ու այս տեսակ խոսակցություն որ ունենում ենք իմ սիրտը գիտեք ինչի համար կտում որ ես մտածում եմ պիտի գնալով ավելի վատանասա ամեն օր մեքենայի ավելանում ամեն օր բնակչություն ավելանում օդը հիմա նայեք այնքան շոկ չի որ ես AC միացնեմ մեքենայի մեջ բայց պատուհանները բաց դու այդ տրաֆիկի մեջ որ կանգնած ես sense այդ սալյարկի բենզինի ու sense վառելիքի մեքենաներն հին են մեծ մասամբ նես չի որ նոր մեկ հա դար բա սալյարկայով դիզվառելիքով ինչքան մեքենաներ կան բոլոր խանութների այդ սպասարկում իրականացնողները Ford հին Ford-երն են 90-ականների մինիվեն Ford-ը դիզվառելիքով ծուխն ու բանը սաղի յուղը վառելով սաղի յուղը թափելով այտենց ոնց բանանես դու ասում են շունչդ լավ չի չգիտեմ խեղդվում այս օդը շնչողը ոնց մնա այս ներվերն է գումարի իրար դրա համար փակ պատուաններ ամբողջ օրը AC ֆիլտրեր տենանք ինչա լինում գնանք առաջ լավ գովազդի պահել քեշելու մեր բաներն անպայման մեր իդեպ շարունակելով թողարկումը հարգելի բարեկամներ ես մեկ անգամ ողջունենք ձեզ եւ ըստ տեղեկությունների էլի ոչ պաշտոնական դատաստանի գործը չհասնի այդ ովքեր որ կասկածվում են փող բաժանելու մեջ շենքերում են խոսում ով որ փողա տվե այդ 10-ով են կոչվում ընտրական բան եկել են փողերը հետուզելու որ մեզ պիտի սենց տոկոսներ գար բանկար մանավանդ ասում են լորիում բավականին լուրջ բաներ ալինում որովհետև բնակավայրեր կա որ իբր էլի ըստ տեղեկությունների չճշտված լավ փողեր ապատտվել
ու հիմա ասում են բայց ինչ հաշիվ է որոշ էլի Facebook-ում եմ կարդում մարդիկ ասում են գրպանել են օրինակ իրան տվել է X գումար որ բաժանի ինք ասել հասիվ դες փողը անկի գրպանը ու ինչ բաժանի ում բաժանի ինչ անի այսպեսի զարգացումներ Եթե խոսենք բանից մի քիչ էլի այդ որ վերցնում են այդ ընտրակաշարքը ես ինչքան մտածում եմ սա գալիս է բանից էլի տեղյակ չլինելուց ես այդպես եմ հասկանում որովհետև քիչ թե շատ դատողություն ունեցող մարդը որ հասկանա ինչքան կարևոր է հիմա իր ձայնը եւ ինչա կատարվում չեմ կարծում նման բան անի եւ գումարներն էլ այնպեսի մի գումար չեն որ ասես այ մարդ հա էլի ես իմ ինչա ուրիշ այլ կերպ հնարավոր չի դա բացատրել Ոնց կարող է գիտակից մարդը նման բան անել։ Հասկանացողը իրավիճակը, գնահատողը չեմ կարծում։ Ու ինձ դա բան անում էլի, հա, մի տեսակ այդքան որ խելք ունենան այդտեղ հասնեն, ինչի մասն են խոսքը, ինձ թվում է այդ ընտրության գումարներ վերցնող մարդիկ բարոյապես եւ հոգեպես այնքան ցածր մակարդակի մեջ են գտնվում, որ այս մեր բարոյախրատական տեքստերը հասու չի իրանց, էլի, որովհետեւ այդ դու ծախում ես ոչ միայն հոգիդ, դու ապագատ քո երեխաների ամեն ինչը ուղակի եւ դու որևէ բարոյական իրավունք չես ունենում հետո որևէ բանի դիմաց խոսելու, պահանջելու, դու վաճառված ես։ Ամբողջ կյանքում այդ իր վրա կմնա, էլի, կմնա, էլ չի, չես կարող լևանալ դա ոչ մի կերպի վրայից։ Այստեղ Նոյեմ Հարությունյանը շատ զավեշտալի բան է ասում, ասում չհասկացա, այդ կարող է շալվարները հետ ուզեն։ Հիշում եք ձայնագրության մեջ որ տաբացների կաշառք գնում ասում գնացիմ շալվար առամ հիմա անելու են շալվարները հետ ուզելու թե չէ չգիտեմ բայց որ մեր շալվարները այդ հաստատ վիճաբանություն ծես կրտուկ Աբովյան քաղաքում ահա ինչ եք ուզում իրարից 14 շենքի բակում վիճաբանություն է տեղի ունեցել օրը ցերեկով ժամը 3-ի սահմաններում Աբովյան բժշկական կենտրոն տեղափոխվել է մի քաղաքացի որի գլխի մասում եղել են վերքեր եփան ծեծե եփա լավաց է դեպքի վայր ուսումնասիրության արդյունքում բուժօգնության ցուցաբերելու հետ մեկտեղ ռեոնիմոբիլով տեղափոխվել է մեկ այլ ուժած դեպքի վայրի զնությամբ հայտնաբերվել է Mercedes Magnus-ի ավտոմեքենա, որը ըստ նախնական տեղեկություններով տուժածին է պատկանում։ Կրակոցներել են արձակել, դեպքը ստուգվում է, դեպքի վայրը զննվում։ Մի տղամարդ վնասվածք ունի, որը հրազենային չէ, ոստիկանները ճշտել են բոլոր մասնակիցների ինքնությունները, ձեռնարկվում են միջոցառումներ մնացածին հայտնաբերելու ուղղությամբ։ Այնտեղ ինչ էր ասվում, ոնց էր ասում ռեոնոմոբիլով դեպքի վայրը զննվում է, թե ինչ տեսնի բան։ Այո, կրակոցների փաստը ստուգվում է, դեպքի վայրը զննվում։ Ախր դեպքի պարշիոր պետք է զննեն ոստիկանները դեպքի վայրը, այսինքն ստուգվում է զննում են, էլի դրանք կրակել են, թե չի կրակել։ Դախր հենց էլ չի, որ ինքն դեղ ա եղել, տեսել է ինչա կատարվում, բայց ընդհանուր ասելս ինչա։ Այսինքն ընդհանուր ֆրազաներով ոչինչ գրեթե չարտահայտող լցնում են ամբողջ բանը, էլի։ Դե լավ, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է Երևանի մետրոպոլիտենի 11-րդ աճառնակայանի շինարարությունը սկսելու անհրաժեշտության մասին։ Անհրաժեշտ է շատ։ 30 տարի անհրաժեշտ։ Քանի տարի է այդ եք լսում։ Կարևոր եմ համարում, որ Աչափնյակ մետրոնի կայարանի շինարարությունն ի վերջո սկսենք։ Ընդ որում ուզում եմ ասել, որ այդտեղի հեճուկս տպավորությունների ոչ մի հետաձգում չկա։ Այսինքն ոք չկա։ Քանի անգամ հետաձգվեց, չէ՞ մեր աչքի առաջ։ 1000 անգամ ինչ հիշում եմ այդ ինչ ռադիոն կա այդ ենք խոսում։ Մի րոպե, մրցույթը չէր անցկացվել արդեն, մի անգամ ասին չէ որ անցկացվել է մրցույթը ինչ։ Դե մրցույթը անցկացնում են։ Ուրեմն լավ, վարչապետը առաջարկել է, որ Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչները սկսեն տեխնիկական հսկողության ծառայությունների վարձման մրցույթ անցկացնելուց, որից հետո անցնեն նախագծի իրականացման հաջորդ փուլերին։ Այսինքն պետք է տեխնիկայի վարձման մրցույթ լինի, այսինքն տրակտոր է պետք, էս է պետք, են է պետք։ Ումից առնեն տրակտոր, ումից առնեն։ Չէ, հետո կասեն, որ պետք է տրակտոր, Պողոս Պետրոս, Մարտիրոս։ Հետո մրցույթ կանեն, որ կազմակերպությունից առնենք։ Հետո մի հատ է մրցույթ կանեն մի 3 տարի։ Այդտենց է։ Հետո որտեղ կայանենք, ոնց բերենք, եվրոպական լինի տրակտորը թե ռուսական։
Քաղաքացիական պայմանագիր խմբակցության падգամավոր Բաբկեն Թունյանը անդրադարձել է ուժեղ Հայաստանից Նարեկ Կարապետյանի հայտարարությանը, որի համաձայն եթե ԿՊ-ից իրենք 8 ուզում են 8 հոգի տանեն իրանց կողմը, իմացա որ Նարեկը Կարապետյանն այսօր հայտարարել է, ասում է եթե այդ 8-ը միանան, ապա հաղթանակ կունենանք։ Ոնց որ դեժավյու լինի, ասում է Թունյանը։ Մի քանի տարի մեկ սկսում են խոսել ԿՊ-ից падգամավոր պոկելու ու այդ կերպ իրենց հարցերը լուծելու մասին։ Հիմա նորից սկսել են 8 հոգի ուզում են պոկել այն 100-անոց հաղթանակ խոստացողները։ Ասենք վերջին տարիների փորձը ձեզ ցույց չտվեց, որ դա իդիոտիզմ է։ ԿՊ-յու մարդկանց միավորում է գաղափարն ու արժեքը, ոչ թե փողը եւ դրանից ստացված հրահանգները։ Դուք մտածեք ձեզնից չպոկեն, գրել է Թունյանը։ Okay. So Ռուբեն Ռուբինյանն էլ պարոն Ծառուկյանին է դիմել, ասում էր պարոն Ծառուկյան, ասում եք ամսի 7-ից հետո 8-ին ձեր որդին գալիս է, անհապեր սպասում ենք։ Թող գա։ 27296 Ղարաբաղից տեղահանված անձանց Հայաստանի նախագահի հրամանագրով շնորհվել է Հայաստանի քաղաքացիություն։ Եվ մեկը ինձ կարա, եթե մեկը կներեք, եթե մեկը հանկարծ ինձ ասի որ քաղաքացիական պայմանագրի են քվեարկել, ես խիստ կզարմանամ։ Ես վստահ եմ, որ ճնշող մեծամասնությունը Ռոբերտ Քոչարյանի ձայնով, այսինքն դուք այդ 30 քանի հազար քվորում մենակ Քոչարյանը արդեն ուներ իր մի խոսքով։ Ուրեմն դիմում է ներկայացել քաղաքացիության համար 39650 մարդ։ Մերժման դեպքեր չեն եղել, ասել է Մկրտչյանը։ 2020 թվականի բյուջեի կատարման մասին, նրա խոսքով քաղաքացիության գործերի էլեկտրոնային կառավարման համակարգի նոր թվային համակարգի ձեր գրածը գործարկման պահից այս տարվա հունվարի 1-ից նկատվում է Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից Հայաստանի քաղաքացիություն ստանալու դիմելության աճ, որտեղ առաջ չէին էլ ուզում։ Մասնավորապես այս տարվա հունիս ամսվա սկզբից դրությամբ թիվը կազմել է 11146, Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից 12000 անչափահաս է տրվել, քաղաքացիություն է տրվել։ Հա 12000-ը անչափահաս են։ 20 քանի հազար անչափահաս, բայց էլի բանա 20000 ձայն։ Կազմել է մի րոպե։ Ղարաբաղից տեղահանված անչափահաս անձանց թիվը կազմել է 28000, որից շուրջ 12000 անչափահասի տրվել է Հայաստանի քաղաքացիություն։ Եթե 36000 քաղաքացի են ստացել, 12000 անչափահաս, ուրեմն 20 քանի հազարն են չափահաս ընտրելու իրավունք ունեցողները, բայց էլի տասնյակ հազարավոր թիվ է, լուրջ թիվ է, էլի, կատակ բան չի։ Հա։ Ասեմ, դե որտեվ տեսան, ախր դժվար է առանց քաղաքացիության ապրելն էլ, էլի, պետք է հազար ու մի հարցեր կան այնտեղ, հա։ Որ տեսան, որ Ռուսաստանից օգնություն չի գալիս, հա, ինչ անեն։ Ես մի ծանոթ ունեմ Facebook-ում չեմ ասի, գրել էր ամսի 8-ին ես չեմ աշխատելու, որովհետև եթե մեր բոլորից ուզածով լինի, այն վիճակի մեջ կլինեմ, որ ուրախությունից չեմ կարողանա թխվածքի խանութում աշխատում, թխվածք բան անել, հա, թխել, բայց եթե հանկարծ Աստված ոչ անի, այդ Ղարաբաղի բարբարովա գրե, ապա վիճակս այնպես կլինի, որ այլ պատվեր չեմ կարող ընդունեմ։ Հիմա մեկ ուզում էի գրեի, ասեի պատվերներ ընդունում, մեկ ուզում եմ մի հատ շնորհավորանքի տորտ պատվիրեմ, հետո ասի երևի շատ կտրուկ կլինի, գործ չունեմ, շարից փորձանքից հեռու, բայց չէ, եթե ուզում ես պատվիրել տորտ, դες ինչ, այդ այնքան ամենայն անկեղծությամբ հարգելի ռադիոլսողներ, մեր Բաքվում, Թաղում շատ կան էլի Արցախից տեղահանված մեր հայրենակիցներ, ովքեր կրպակենդեր է, փուրենար է, բան ապրում են, տուն են պահում, փառք ու պատիվ ու ես ում ճանաչում եմ շենքի, հարակից շենքի բնակիչներ, բոլորը օգտվում են, բոլորը ուզում են ոնց որ իրանց սփորթը լինեն, թանկ այժանա երբեք չեն նայել, շատ լավ, մարդկանց բիզնեսը աշխատում է, բոլորս գնում ենք, բայց մի անգամ մի հատ հարբեցող մարդ ընկավ փողոցում, այս մեր էլի հայտնի հարբեցողներից մեկն է Թաղի։ Գնաց ծառը բռնեց ընկավ, այդ բանը Արցախցին ասում է, էս է ձեր հայաստանցիք։ Էդի շատ վիրավորական է, էլի ձեր մոտ չկան հարբեց, ամբողջ աշխարհը։ Ես հասկանում եմ լրիվ ինչ ես ասում եւ իհարկե գեղեցիկ չի, ինձ էլ դուր չի գալիս, բայց մի դեպքի վրա պետք չի եզրահանգում անել, էլի։ Մի շտապի ընդհանրացնելու։ Չեմ ընդհանրացնում, որտեվ չէ, իմանայ, ես վստահ եմ հայաստանցիների մեջ էլ շատ կլներ, որ մի հատ տես տեսնեն նույն վիճակում Ղարաբաղցի, կասեն, էս էլ Ղարաբաղցին չի, ձեր Ղարաբաղցին չի։ Այդ բանը կա։ Կհարթվի կանցնի այդ ամեն ինչ ինձ թվում է, այդ տարբերությունը
մի սերունդ հետո, երկու սերունդ հետո արդեն կվերանա էլի ոնց որ լավատեսեք Հա, որտեվ ես հենց էր աղբարներին էլ էին, չէ, աղբար էին ասում, մի սերունդ անցավ արդեն այնտեղ ծնված երեխեք էին բանային, ու այդ բանը, միրը, այդ բանը մի տեսակ վերացավ, կամ շատ թուլացավ, այսպես ասենք էլի, հա։ Շատ կարևոր տարբերություն կա, բառացիորեն հենց այս կարգի բանավեճ ենք ունեցել կնոջս հետ։ Ինքն էլ մեր հայրենադարձվածների մասին խոսեց, որոնց աղբար էին ասում, բայց ոչ այսպես կներեք էլի այս բառը, ոչ աղբարների համար, ոչ հայաստանցիների համար, ոչ մի հայաստանցի ու աղբար չի զոհվե։ Իսկ ստեր իրար համար զոհվածներ կան եւ այս սա դարձնում գրեթե անհնար, այս անջրպետը անցնելը հնարավոր չի, որովհետեւ իրանք ասում մեր տունը քանդի, մենք ապրում էինք, դուք եկաք, մենք ասում ենք այսքան տղա է զոհվեց ձեր համար ու գնաց այս կոնֆլիկտը։ Ռաֆայել, հա, այդ ավելի մի քիչ բան կանի, բայց հարցը այն է, որ երկու կողմից են զոհված, այնպես չի որ մի կողմից են։ Հա, բայց իրանք մեղադրում են, ասում են մենք ապրում ենք։ Ընդհանուր գաղափարը։ Դե իրանք մեղադրում են, մենք էլ իրանք ենք մեղադրում ուրիշ հարցերում։ Դե հասկանալի է։ Կանցնիկը գնա։ Իրանք երեխաները որ ծնվեն, էլ ակցենտ էլ չեն ունենա, բան չեն, էլ տարբերվի, բան ամեն ինչ նորմալ կգնա։ Եթե երկու գերմանյաները իրար հետ հաշտ ապրեցին լինելով դեմոկրատական ու բան, կապիտալիստական միացան, մենք էլ բան կանենք։ Ես չեմ դեռ խնդրեմ չեմ տեսնում։ Դե այսքանը ձեզ ասենք ցտեսություն, այո, ցտեսություն հանդիպենք վաղը, ձեզ լավ օր, ակնկալիքով, այո